Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, եթե հենց նոր եք արթնացել, Բարև երկիրը շարունակում է իր ընթացքը եւ հիմա տեղափոխվելու ենք արվեստի աշխարհ, սքանչելի եւ այն էլ շատ հետաքրքիր, որտեղ ոչինչ այնքան ուղիղ չէ, ոչինչ այնքան հասկանալի չէ, բայց շատ խորքային է, շատ բովանդակային է, մի խոսքով շատ փակագծերը չբացենք, որովհետեւ կարծում եմ Քյուրի հետ ունենալու ենք այդ բովանդակային զրույցը։ Մենք այսօր հյուրընկալել ենք գեղանկարիչ, արվեստագետ, երգիծանկարիչ, Երևանի միջազգային անիմացիոն կինո եւ պատկերապատման փառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունուն, բարի լույս։ Եվ ասենք ինչի մասին ենք այո խոսելու ենք նստվածք կոչվող ցուցադրությունից։ Այո, շատ հետաքրքիր է, այսպես դուք բնութագրել էիք, որ կյանքի ընթացքում մարդու մտքերը, հուշերը, փորձառությունները կուտակվում են ներաշխարհում եւ թողնում հետքեր կամ այլ կերպ ասած, կարող ենք ասել նստվածք։ Բայց մինչ նստվածք ցուցահանդեսին կանդրադառնայինք, կուզենայի մի փոքր խոսեինք ձեր արվեստից, ծաղրանկարչությունից, որովհետեւ բազմիցս ուզել ենք ձեզ հյուրընկալել, բայց այդպես էլ չի ստացվել։ Եթե հնարավոր է, ինչպես է մարդ արվեստագետը որոշում, որ ինքը պարզապես գեղանկարիչ չէ, պարզապես չի ուզում կտավին հանձնել, ենթադրենք ծաղիկը, ծառը, մարդուն, դիմանկար ենթադրենք անել, այլ ուզում է ծաղրանկարի տեսքով իր մտքերը արտահայտել։ Նախ շնորհակալություն հրավերքի համար, հետո մի ուղում, ծաղրանկարչը եւ դիզայնագործությունը դա երրորդ իրականում մենք շատ չի ուզենա խոսալ երգիծանկարչության մասին, որովհետև բոլոր կյանքս միան դրա մասին ենք խոսել, բայց այն ինչ որ լինելու է ցուցահանդեսում, ի վերջո նստվածք խորակրոտ ցուցահանդեսում, ի վերջո իմ էության մի մասնիկն է, այնտեղ նշումներ կամ հբումներ այդ ուղղությամբ հոգեբանական կամ մոդեցումով թեմատիկ ինչ որ միտեղ երգիծանկարչությունից, սատիրայից ինչ որ մի բան կա, բայց ոճային եւ բանի առումով չէ, իսկ կարճ պատասխանելով ձեր հարցին, դա երգիծանկարչությունը միակ արվեստն է, ինչպես հումորիստն է լինում այդպեսին, ընդրովի չէ, դա իձն է գալիս է քո մոտ եւ դու անգամ չես հասկանում, թե ինչու ես դա անում, որովհետեւ երգիծանկարչությունը այս բարակային միակ դպրոցն է, որ գոյություն չունի։ Չկա ոչ մի տեղ, որ քեզ երգիծանկարչություն կսովորացնեն, կամ նույնիսկ թերասանները, որ գնում են սովորելու թերասանական վարպետությունը, ոչ մեկը չսովորացնում, ինքը հումորիստ դառնա։ Այսինքն կամ իր մեջ կա դա, կամ չկա, եւ ինչպես գիտենք, հանրահայտ այդպիսի խոսույթ է, որ լացացնել ավելի հեշտ է, քան թե դիզաղացնելը։ Դրա համար այդ մեկը դժվար է սովորացնել, մարդկանց մոտ ստացվում է հումոր անեկդոտ պատմել, մարդկանց մոտ նույն անեկդոտը ավելի վատ է հնչում, քան թե պետք է։ Այս կանով երևի երգիծանկարչության մասին շատ լավ։ Փաստացի ապրիլի 25-ից մինչև մայիսի 4-ը Գեղագիտության ազգային կենտրոնում գործելու է ցուցադրությունը։ Կասեք, քանի աշխատանք է ներկայացված, ով է համադրողը, ինչպիսի հիմնական գիծ է տարված աշխատանքների մեջ եւ որքանով տեղյակ եմ, ձեր տղան Եռանդը նույնպես ունի աշխատանքներ։ Այո, եւ հետաքրքրական է նաեւ անցում կատարելով, որ երևի վերջին տարիներին 18 տարվա ընթացքում երևի շատ քիչ է եղել ներկայանամ ոչ փառատոնից դուրս ասենք ուրիշ թեմայով, բացի երգիծանկարչությունից, սա իմ համար յուրահատուկ երևույթ է, որ արդեն որպես գեղանկարիչի Ձեզ նորովի կբացահայտեն։ Նորովի մանավանդ որ այդ աշխատանքները երբեք չեն ցուցադրվել եւ այսպիսի ուղղությամբ չի եղել, որովհետեւ տարիներով զբաղված եմ եղել միայն փառատոնի կենտրոնացում հիմնադրման եւ կայացման ուղու վրա եւ սա իմ համար հետաքրքիր է, նաև իմ անհատականությունը նորից վերաճանաչելու, ծանոթանալու հանդիսատեսի հետ, մարդկանց հետ, որ գալու են նայելու են նկարները եւ ցուցահանդեսում ընդգրկվելու է մոտավորապես երևի 65-ից 70 աշխատանք, կարող է մի քանիսը ըստ համադրությամբ այսօր մենք վերջնական կորոշենք եւ կհասկանանք, բայց առնվազն մի 60 աշխատանք կա լինելու, որը ընդրված է մոտ 100 աշխատանքից եւ համադրողը բնականաբար Սոնա Հարությունյանն է,
հայ արտի դնորեն կուլտուր դիալոգ մշակութային երկխոսության հիմնադրամի եւ նախագահ հիմնադիր նախագահը եւ լավանգեր համաձայնվեցինք որ միասին աշխատենք ու իմ համար առաջին փորձներ իր հետ ընկեր լինելով հանդերձ համագործակցելը եւ հետաքրքիր համագործակցության արդյունքի ենք հասել հույսով որ այսօր արդեն հյուրերը կտեսնեն եւ ինչ վերաբերում է երանդին իմ դողում որ պետք է այսօր ինքն էլ լիներ բայց վերջի րոպեին որոշեց որ չկա այսօր եւ ինքն էլ ունենալու է առնվազն երևի 3 աշխատանք որը նույն թեմայի շուրջ է որովհետև արվեստանոցում մենք միասին ենք միշտ աշխատել եւ ինքը տեսնելով այդ ամեն ինչը դեռևս չի խորանալով հոգեբանական այդ իր դարձությանը աշխատանքի process-ին կամ թեմատիկային ինքը իրանով նկարել էր այդ ավելի շատ է իհարկե իր նկարածները բայց մենք 3-ը դրեցինք ցուցադրելու Միայն երգիծանկարներ չեն լինելու ցուցադրում։ Չի լինելու երգիծանկար բացարձակ չի լինելու։ Ոչ, այստեղ հենց դա իրադարձությունը, որ առաջին անգամ լինելով չեմ ցուցադրում երգիծանկարչություն, ոչ թիմանկար, ոչ թեմատիկ, ոչ մի բան։ Այդ գեղանկարչություն է եւ հիմնականում ընդգրկված են սկսած այս աշխատանքը շարքը սկսել եմ 2019 թվականից մինչեւ 2026 եւ բնականաբար այդ նստվածնել այդ թեմայի շուրջ է, որը այդ վերջի 25 տարիների ընթացքում որտեղ ես միշտ դարբեր աշխատանքներ են եղել, որ միշտ արել եմ, էսքիզ եմ արել, թողել եմ, որովհետև սպառվել եմ կինոյով կամ փառատոնով, իսկ 2019-ին այս թեման, որը սկսեցի, որոշեցի, որ սա պետք է արդեն հասնի մի տեղ, մանավանդ երանդի ծնունդից հետո հասկացա, որ արդեն պետք է մի բան ժառանգեմ բացի կարիկատուրայից, այն ինչ որ ես Թերլեմեզյանում ավարտել եմ եւ Սիրիայում ավարտել եմ Սարյանի անվան ակադեմիան ու միշտ իմ մոտ եղել է այդ ցանկությունը, որ մի օր պետք է արդեն սկսեմ այդ գեղանկարչությունը դանել այն բաներ, որ ես ուզեցել եմ նկարել եւ համ երանդը, համ ժամանակները, պանդեմին եւ այլն ամեն ինչը թույլ տվավ, որ վերանայեմ այդ ամեն ինչին արժեքներին ու սկսեցի ավելի շատ ժամանակ տրամադրել նաև փառատոնի կայացման ուղին էր որ թույլ էր տալի որ մի քիչ ավելի սկսեմ արվեստանոցում ժամանակ անցկացնել եւ արդյունքով այսօր ժամը 5-ին կդասնենք Կասեք իհարկե դուք նախընտրում եք գեղանկարչության լեզվով խոսել եւ ձեր նստվածքը էմոցիաները արտահայտել գեղանկարչության գույների միջոցով բայց ինչպեսի նստվածքի մասին է հոգեբանական ինչ գծեր կա մարդիկ ինչ են տեսնելու Ընդհանուր եթե փոխանցության մասին խոսենք նստվածքը ընդրվել է այն մտքից որտեվ իմ մոտ միշտ խնդիր կար որ հոգեբանականորեն այդ նստվածքները որ մենք ի վերջո մեր փորձառություններն են կյանքի կարող է նաև ուրիշ վերնակիր լինել բայց նորից փոխանցություն նույնը լիներ բայց կոնկրետացա այդ միտքին որովհետև այդ նկարների շարքը արտացոլում են մեր կյանքի բոլոր փորձառությունները լինի դա զգացողական հարաբերությունների սիրո ապրած կյանքի արդյունքում եղած նստվածքներն են, որոնք մեզ դրդում են արտահայտվելու ինչ որ ամեն մարդ իր ցևով կամ քրելով, կամ խոսելով, կամ երգելով, կամ նկարելով եւ իմ համար ամենալավ միջոցն է բնականաբար այս հոգեբանությունը ներկայացնել որովհետեւ ինչ որ միտեղ այդ նստվածքը գալիս է եթե դու չանդրադառնաս այդ նստվածքին որը թվում է թե բացասական է բայց ժամանակի ընթացքին ինքը նաեւ դրական ազդեցություն է տալի որովհետեւ ինչպես ասում ենք չկա ճարիկանանց բարիքի եւ այդ նստվածքը եթե դու չանդրադառնաս ինքը քեզ ժանկոդեցնելու է եւ դու ոչնչանալու ես ցնտելու ես վերջում դրա համար այդ նստվածքը պետք է քերթես հանես եւ Ֆրոյդի մոտ այդպիսի մոդելում կա որ մեր բոլոր փորձառությունները սիրո եւ ապրած եւ չապրած նույնիսկ չապրած մեր փորձառությունները փորձառություն են որովհետեւ դու որոշել ես չապրել կամ
բադահապար չես ապրել եւ դա էլ է նաեւ փորձարկում, որովհետեւ հետո զղջում ենք, դա նաեւ նստված կա տողնում եւ դրանք դառնում են արվեստ։ Եվ այդ արվեստը ժամանակի ընթացքին ինքը վերածվում է էլի եւ որ ցուցադրում ես եւ այսօր որ մենք պիտի ցուցադրենք հյուրերը որ կան կամ իմ համար նույնիսկ այդպեսին է որ եւ որ գանխած եմ արդեն լինելու բادرին եւ առնչվում ենք ինքը վրաս տողնելու է նոր նստվածք ու դա դառնալի է նաեւ մի դրդապատճառ հաջորդ ցուցահանդեսի հաջորդ նստվածքների մասին մտածելու, այսինքն անընդհատ մեզ դրդում է խնդիրներին լուծումներ գտնել կամ նույնիսկ եթե չգտնենք, բայց մտածելու դեղ է տալի։ Եվ փակագծեր բացելով ասամ, որ այս շարքը կարող էր նաև լինել շատ հանգիստ մարդկային պորտրետների շարքով կամ մարդկային գերբարների շարքով, ինչպես բացիկի հրավերադոմսի վրա նշված է կամ բաստարի վրա կա, ակրավն ենք տեսնում, ես որոշել եմ եւ ընտրել եմ ակրավը, հենց կենտանին թռչունը եւ իրեն միջոցով եմ այդ ամեն ինչը ներկայացնում, ցուցանտեսը լինելու է հիմնականում կենտրոնացած իրենց կերպարի վրա, իրենց միջոցով ակրավների միջոցով, որովհետեւ ակրավները ամենա խոր խելոք խորը մտածող կենտանիներ թռչուններից մեկն է եւ ինչպես գիտենք իրանք երկար են ապրում, առաստերներ ասում են մինչեւ 400 տարի, 70 տարի, 90 տարի եւ այլն, բայց նաեւ կյանքում 19 թվից ես սկսել եմ հետևել եւ չի լինում օր, որ ես չնայեմ եւ չի ուսումնասիրեմ ակրավի վարկուպարկը, իրենց դերերը ինչպես են աշխատում իրանց հետ, իրենք ինչպես են ապրում իրենց դերերի հետ։ Իրենք շատ ուժեղ հիշողություն ունեն, մեկ-մեկ ողերում են, մեկ-մեկ նախանցոտ են եւ ունեն մարդկային բնավորություն եւ անձանցները դա էլի գրտում եմ ասում եմ որ եթե իրենց ուղեղը եւ նարգությունները մեծացնենք մարդկային չափերի հավասար մարդ արարածի նման զարգանալու հնարավորություններ ունեն եւ իրենք հետևում են այդ ամեն հետքերին որ մենք թողնում ենք եւ որ իրենք եթե ասենք երկար են ապրում իրենք համարյա մագակվում են մեր ամեն ինչ որ տեսնում են մենք գնում անցնում գնում ենք իրենք թեր գան տեսում են տեսել են եւ թեր կարող է նաեւ հաջորդներին առանց թեգուս խոսքի հասկացնեն որ մենք գիտենք քո անցյալը եւ քո նստվածքը եւ այդ նստվածքը իրենք նաեւ առավելություն են ունեն մի հատ որ վերևից են նայում ոչ թե միայն գողքով թրվրալով բլագի վրա ցայդախբյուրի վրա գամձարի վրա գանքնելով քեզ նայելուց իրենք թռնելուց նաև այդ ամեն ինչ հետևում են եւ ես փորձել եմ իրենց հոգեբանության միջոցով այդ մարդկային թեմաները առաջ բերել եւ գտավների վրա քննարկել դա ներկայացնել դա ու կան թեմաներ որ նույնիսկ այնքան համամարտկային են եւ ժամանակի մեջ դարազվում են որ կարող է նաեւ հազարամյակների ինչ որ պատմություններ թեմաներ լինեն որ քննարկվում այնտեղ եւ նաեւ ժամանակակից մարդու, բայց բոլորը հենց ակրավների մասին է, ակրավների միջոցով է եւ հետաքրական ուրիշ մի հատ փաստ էր գայս ամբողջ նկարու ժամանակ իհարկե ուսումնասիրելով եւ ընկերներ եւ որ իմացան որ ես նկարում եմ եւ այլն մի քան շատ մոդիկ ընկերից մի հատ փաստ էր բերես գիտական որ ակրավները իրականում սև ու սպիտակ չեն թռչունները իրենց կյանքում տեսնում են ակրավներին գունավոր մուլտի մանշակագույն գույներից ավելի գույներ կան որ մենք չենք տեսնում թռչունները իրանք են տեսնում եւ իրենք իրականության մեջ միայն սև ու սպիտակ չեն ու դա էլ է հետաքրքիր քեղանկարչականորեն լուծում ա դվել իս որ մի քանի նկարների մեջ իրանք ոչ թե սև ու սպիտակ այլ գունավոր են ուզում եի նաև գունային ընտրություններից մի փոքր պատմեք հատկապես նստվածքի մասին այդ պետք է տեսնել որովհետեւ ուրիշ մոդեցմով կարող եմ ներկայացնել որովհետեւ գրգին նստվածքին անդրադառնալու իմ անհատական համե զգացողության գույնը այդ նստվածքի գույնը ինչպես զգացողության գույնից անցնելուց առաջ հետաքրքիրը այն է որ քանի որ ինքը նստվածք է նաև մասնագիտական նստվածք է եւ քանի որ վերջին 20 տարին եւ միշտ երկիզանկարություն եմ արել եւ գեղանկարչությունը հետին պլաներ թողնվել փաստը այն է որ
մարդ եւ որ գրում է կամ նկարում է, քրիչը ուղեղը միտքը հավասարաչափ պետք է աշխատեն։ Իմ մոտ մնացածի երկիզանգարության մեջ դա լինելով, անիմացիայի մեջ դա լինելով, գեղանկարչությունը հետին պլան էր մնացել։ Ուղեղը գնալով շատ առաջ, բայց տեխնիկապես եւ այսպես ասած վարպետության առումով ինչ որ միտեղ հետ էր մնացել նստված կեր թողել։ Ու այս նկարչության գունային լուծումները ասելու ամենալավ ցավն էր, որ այս շարքի մեջ չեք տեսնելու մի ոճային աշխատանք, որը փնորոշելու ինչ որ ցերակիր, այլ թեման է, որ կենտրոնացած եւ քանի որ ես շատ բաներ բաց էի թողել իմ կյանքում, գեղանկարչական մասնակիտական առումով լինում էր նկարներ, որ 19 թվականից սկսած մինչև 2026 դարբեր ոճերի մեջով էր անցնում։ Եվ դրա պատճառներից մեկն էլ այն է, ցուցանտեսում կտեսնեք, որ աշխատանքների մեծ մասը 20-26 թվականներն, չնայած ինքը 19 թվականից է սկսել եւ պատճառը այն է, որ այդ զարգացումը ուղեղի եւ ցերքի եւ հոգու ու սրտի հավասար աշխատելը ժամանակի ընթացքում նստվածքը քերթելով հասավ վերջի 2 տարվա ընթացքում իր նպատակին։ Պարոն Քասունի, եւ մի այսպիսի հարց ազատվելով այսպես կոչված այդ նստվածքից եւ դրսեւորում գտնելով արվեստի մեջ, ձեզ ավելի ազատ եւ թեթև եք այժմ զգում։ Երևի Արմինեն գիտի, ես վերջի տարիներին նաև խուսափում եմ եթերներ գնալու Ռեանիմանիա փառատոնի, որովհետև դա խմբակային աշխատանք է եւ ամեն մարդ ինքը իր գործը պետք է ներկայացնի, անկախ դրանից, որ ես հիմնադրել եմ եւ տարիներով ներկայացնում եմ եւ խուսափում եմ ներկայանալ, որովհետև դա արդեն ինքը իր տեղը ունեցած է, իսկ այս թեմայով, բավականին շատ հանգիստ եւ ես իմ գեղեցի մեջ եմ զգում շատ հաճելի է խոսել գեղանկարչության մասին եւ ներկայանալ այդպեսին, ինչպեսին որ էի, գայի եւ դարիներով, ասենք, երևի նոր սերունդը որ փառատոն են գալի, մեկ-մեկ տեսնում են, հետո իմ էջը, որ ես նաեւ նկարում եմ, զարմանում են, որ ես նկարում եմ, նույնիսկ հյուրերը, որ հրավիրում են միջազգային, հետո որ ծանոթանում են, տեսնում են իմ էջը Instagram-ի վրա կամ սոցցանցերում, որ ես նկարիչ եմ, հիմնականում զարմանում են, ասում են ոնց ես կարողանում գազམ་ագործական աշխատանքի մեջ քոյադվել, որովհետև շատ դժվար է։ Եվ կարճ ասած, այո, շատ հանգիստ, շատ ուրախ եմ, որ այս թեմայով եմ զրուցում, ներկայանում իմ գեղեցի մեջ եմ։ Դե ինչ, եւս մեկ անգամ ձեզ շնորհակալություն։ Այսօր մաղթում ենք, որ ամեն ինչ հիանալի անցնի եւ գան վայելեն ներկաները ձեր նկարները եւ նոր ասելիքը։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ բոլորին սպասում եւ հույսով եմ, որ դրական նստվածքներով կհերանան։ Այո, ինչու ոչ։ Եվ սիրելի հեռուստադիտող, հիշեցնենք, որ մեր հյուրը արվեստագետ գեղանկարիչ Վրեժ Քասունին էր եւ ապրիլի 25-ից մինչեւ մայիսի 1-ը Գեղագիտության ազգային կենտրոնում կգործի նրա նստվածք ցուցահանդեսը։